Արտաուս կերկերով մասնավոր տուն է, այսպես պատերի ներքևն է, որ սենց ակնհայտ, այսինքն աչքով սենց երևում է, որ ժամանակի խոնավացել է, տունը մի քանի հատվածներում է, սենց խոնավաչափով ու ջերմատեսիլով ոչինչ չի դիտարկվում։ Այս մասերը նույնպես սենց ամբողջովին այսպես ու տան մեջ երևում է, որ մի քանի անգամ արել, վերանորոգել են։ Ընդ որում պատվիրատուն տունես սենց է գնել, ինքը չի կառուցել ու երևում է, որ իրանից առաջ ինչ-որ շեղել է, վերացել, այսինքն վերացել են, մի խոսքով ուզում եք հասկանանք խնդիրն ինչում է, ավելի շատ կասկածներս կոյուղագծերի վրա է, քանի որ խոնավություններ չեն ֆուկսիոնում, ջեռուցման համակարգի վրա չեմ կասկածում ճնշումը շատ դանդաղ անգնում, այսինքն մի շաբաթվա մեջ է մի թեթև ճնշում ընկնում, ջեռուցումը չի, կասկածում եք կոյուղագծի վրա։ Էլի դետահորում հիդրոխցաններ եմ դրել, ընդ որում գիծը 2 հատ է, մի հատ 50, մի հատ 100, վերևը ըստ երևույթին անձևաջուրն է, հիդրոխցանները դրել եմ, լստեմ հասկանամ։ Հիդրոխցանը լցնում ենք ու ինքը էլի շատ արագ, այսինքն էսի կոնկրետ ջարդված ըստ երևույթին, այսը հասկանանք։ Դե ինչտեղ մի հատ ջարդված հանգույց ունենք, այսինքն այս հատվածից 1.20 խորության վրա։ Դե ինչ աշխատանքները հաջորդ տունը շարունակվում է, այսինքն այն տակի 50-անոց խողովակը ջարդված է, ներսը պետք է ձևափոխություն անենք, մի հասնենք 100-ին, խիստ խցանված է, ստիպված ընդհանուր կենտրոնական կոյուղագիծն են բաց է, մեջից դուրս է եկել մի մեծ շոկ բառի ուղիղ իմաստով թաց անձեռնոցիկը ժողովուրդ, մեր համակարգը քաղաքային մի օր կկանգնեցնի, մի օգտագործեք, կոյուղու մեջ մի նետեք։ Հիմա անցել եմ այս մի գծի ստուգմանը, այսինքն այստեղ ունենք 1, 2, 3 կոյուղատար, այս մեկը անձևատարն է, այս մի գծի ստուգման եմ անցել ու ոչ մի կերպ չեմ կարող իրան լցնեմ, ըստ երևույթին դա էլ է ջարդված։ Կրկին ջարդված հանգույց են գտել, այստեղից 1.5 մետր հեռավորության վրա, չեմ կարծում, որ մենակ սա է։ Դե ինչ ստեղ աշխատանքները շարունակվում է, սենց արդյունք ենք եկել, ամբողջովին ջարդված, այս մեկը այս սարքն է, որ դիտարկում ենք, 50 էր, ուկլոնների խախտում, այսինքն այն ուկլոնները այս դիտավորի հետ չի բռնում, հիմա բացել է վարպետը, պետք է մի հատ տեսադիտարկեմ, տեսնեմ ինչ է կատարվում, քանի որ հակառակ կողմից լավ չտեսադիտարկվավ, այս ջարդված ամբողջովին քարաթափել էր, չէ լինում նայել, տեսնենք ինչ է։ Շարունակաբար էլի յուղի կուտակումներ, այնքան որ կամերան, այսինքն 3 մմ-անոց կամերան չի կարող մի մեջ մտնի, հասկանանք ինչ ենք